մի հատ գող թալանչի, այսքան ոստիկան, այսքան կարմիր գլխար, կապուտ գլխար, պահման ու իր գողացածը, թալանածը պաշտպանի, ես ես երկիրով է տեսե, աշխարհում չկա։ Ուր եք առաջ գալիս, ինչ եք անում։ Ստեփանոսի մատեզ եք անում, դավայ թեմ Հա, ուր եք գնում, բայց ինչ եք ճանապարհ եք հիմա փակել։ Հիմա մենք իրար հետ դուրս ենք գալիս։ Ուր եք դուրս գալիս։ Գնացեք ընդեղ ազատեք, այն ճանապարհը փակել եք։ Եվս սա է, Հայաստանի քաղաքացի տեղ չկա։ Հիմա կլծվեն ոստիկանները, կասեն ինչա, ու կգնա հետո առևանգում, սա է ձևը։ Մայթի վրա ենք։ Հայաստանի Եթե դուք փողոցում եք, դա ձեր պրոբլեմն է։ Ես մայթի վրա եմ։ Չէ, ես փողոցում, ես մայթ։ Չեք տարապած, ես մայթի վրա եմ։ Նորմալ է, ստացվեց։ Համակարգը այլևս չի լուծում խնդիրներ եւ համակարգը վաղուց չի լուծում խնդիրներ, այդ խնդիրները կուտակվել են եւ աֆրիկանների շենքի պատմությունը նաեւ այդ կուտակված խնդիրներից մեկն է, որովհետեւ իրականում այս պատմությունը գնում է վաղ 2000-ական թվականներ, երբ տարածքը վաճառվել է, շենքը նույնպես։ Սա մի կողմից, որ համակարգը ինքը բացի խնդիրները կուտակելուց ուրիշ որևէ լուծում չի տալու, բայց նաեւ մյուս կողմից ունենք հասարակության փոփոխության, երիտասարդ սերնդի հայտ գալու խնդիր, որը ի տարբերություն ավագ սերնդի չի ուզում համակերպվել, այլ կերպանայում իրերին, երևույթներին, անհաշտ է ապօրինության նկատմամբ եւ նաեւ ուզում է ապրել իր հողի վրա, հետեւաբար պայքարում է։ Ես կարծում եմ սա առաջին հերթին քաղաքացիական հասարակության հասունացման նշան է, իհարկե չբացառելով նաեւ խնդիրների կուտակվածները։ Այո, իրավացի եք, մեր դիրքորոշումը միանշանակ է եւ ես ասի որ ես մայթի վրա եմ։ Ես մայթի վրա եմ։ Սա մայթ է։ Նկարեք ներքևը ինքը որտեղ է կանգնած, ոչ թե ոստիկանը ծառայում։ Դուք եք փակել, դուք այ եթե դուք հիմա բոլորով ստեղից հեռացեք, ես էլ եմ հեռանում, այ բոլորով հիմա ստեղից հեռացեք։ Ծառայություն ենք փակել։ Դա ծառայություն չի։ Մարդու ազատ տեղաշարժը։ Չկներեք դեռ խերելով բերել եք ստեղ հիմա բարձրացումը ես եմ փակել։ Դուք չեք հրել։ Ինչն է խոչընդոտում։ Բայց դուք եք դեռ փողոցը փակել, ես չեմ փակել։ Ում եմ իրա դուս եք։ Ասեք շարունակեք։ Այն նորից փոխիչ վախում էր ոստիկանների, ես հիմա ով եմ եղել։ Այն վերևից իրենք փակել են փողոցը, այ այն վերևից փակել են, բոլորին առաջահարած բերել են հասցրել են այս փակուղիները։ Հիմա ասում են մենք ոչ մի բան չենք արել, մենք օրինական գործողություն ենք արել։ Հիմա էլ է փակել, Հիմա ով է փակել փողոցը։ Այ այսպիսի իրավիճակներ են ստեղծում, հետո մեղադրում են քաղաքացիներին։